Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20-րդ։ Երբ Հիսուս Երուսաղեմ էր բարձրանում, 12-ին առանձին իր հետ վերցրեց և ճանապարհին ասաց նրանց. «Ահավասիկ Երուսաղեմ ենք բարձրանում, և մարդու որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին, և նրան մահվան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն ծաղրվելու, ծեծվելու և խաչը հանվելու համար, սակայն նա երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Այն ժամանակ նրան մոտեցան Զեբեդեոսի որդիների մայրը իր որդիների հետ միասին: Նա երկրպագում էր ու նրանից մի բան էր ուզում: Եվ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա, որ սրանք, իմ այս երկու որդիները նստեն քո արքայության մեջ, մեկը քո աջ կողմում և մյուսը ձախ կողմում»: Հիսուս պատասխանեց և ասաց. «Չեք իմանում ինչ եք խնդրում: Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»: Նրան ասացին. «Կարող ենք»: Հիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կխմեք և այն մկրտությամբ, որով ես մկրտվում եմ, կմկրտվեք, բայց նստեցնել իմ աջ ու ձախ կողմերում ես չէ, որ կտամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրված է իմ Հորից»: Եվ 10 աշակերտները այս լսելով բարկացան երկու եղբայրների վրա: Հիսուս նրանց իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են ազգերի վրա և մեծամեծները իշխում են նրանց վրա: Ձեր մեջ ևս չպետք է այդպես լինի, այլ ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի, և ձեզանից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի, ինչպես որ մարդու որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր անձը տալու, որպես փրկանք շատերի փոխարեն»: